Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանը լրագրողների զրույցում նշեց, որ մինչ այսօր քաղաքական ուժերից միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է սահմանված նորմերի համաձայն խորհրդարանական ընտրություններին մասնակցության անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել։ Հովհակիմյանը ընդգծեց, որ կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների գրանցումը մերժելու համար անհրաժեշտ են հիմնավոր պատճառներ, որոնց թվում նաեւ փաստաթղթերի ոչ պատշաճ կամ թերի լրացումը, իսկ իրավապահների կողմից բացահայտված ընտրակաշառքների եւ քրեական այլ դեպքերը վերաբերում են անհատներին, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ չգրանցման կամ կուսակցությունների գործունեության դադարեցման համար։ Պիտի փաստաթղթերը թերին ներկայացնի եւ հրաժարվի լրացնել այդ թերի փաստաթղթերը, այլ իրավիճակ չգրանցելու ընտրական օրենսգիրքը չի նախատեսում։ Ընտրական օրենսգիրքը չի արգելում, որ կուսակցությունները իրենց կուսակցական ծրագրերը ներկայացնեն եւ քարոզարշավ իրականացնեն ընտրություններից մի քանի ամիս առաջ, քանի որ ըստ նույն ընտրական օրենսգիրքի յուրաքանչյուր ընտրության հաջորդ օրվանից սկսած քաղաքական գործիչները կարող են նախապատրաստվել արդեն եկող համապետական կամ թիմ ընտրություններին։ Վերջին շրջանում վարչապետի այցերը մարզերի եւ հանդիպումները բնակիչների հետ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը չհամարեց վարչական ռեսուրսների կիրառում։ Վերջինս մանրամասնեց, որ հանդիպումների ընթացքում կառավարության անդամները բնակիչներին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը ու այն ծրագրերը, որոնք ներառված են եղել նախորդ ընտրությունների նախընտրական ծրագրում։ Այն խոստումը, որ քաղաքական գործիչները, վարչապետի տեխնացուները, չպատվամի տեխնացուները կարող են տալ, այդ պիտի ամփոփվի այդ իրենց ծրագրի մեջ։ Սա միակ տեղն է, որտեղ որ իրեն կարող են, այսպես ասենք, նյութական խոստումներ տալ, որ այսինքն այն ինչ որ ծրագրից դուրս է, դա արդեն նույնիսկ ընդհանուր կարող է քրեական օրենսգիրքի ենթակա լինել։ Վահագն Հովհակիմյանը նշեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները կուսակցությունների դաշինքների համար ընտրությունների մասնակցության 22 էլեկտրոնային օգտահաշվ են տրամադրել, որը չի ենթադրում, որ այդքան ուժեր մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին։